Խորհրդարանական ընտրությունները դրա համար են, որպեսզի ժողովուրդը կարողանա ճիշտ ընտրել։ Խորհրդարանական ընտրությունները 5 տարին մեկ դրա համար են անում, որ ժողովուրդը եթե ինչ-որ մի բանում սխալվում է, կարողանա հետո սրբագրել իր սխալները։ Բարեբախտաբար մենք այսօր մեր քաղաքական կենսադիրքով հասել ենք նրան, որ բոլորի մոտ էլ Արցախի ժողովրդավարական կուսակցության վարկանիշը շատ հստակ է։ Բոլորն էլ գիտեն, որ դա մեր երկրի մտավորականության ներուժն է, որ դա մեր երկրի միտքն է արթուն եւ այդ առագաստը ուղիղ պահող ուժն է։ Երբ որ ես ասում եմ մտավորականություն, սա չի նշանակում կրթված, սա նշանակում է երկիրը սիրող, երկրի հանդեպ իր պատասխանատվության չափը զգացող մեր երկրի պետական շինարարությանը մարդիկ իրենց նվիրումով արդեն այս բոլոր հատկանիշները կարողացել են ապացուցել։ Ուրիշ որևէ թեստ չի կարող լինել, թե մենք ինչպես ենք ստուգում։ Սա պատահական չի, որ մենք հենց այստեղից ենք սկսում։ Մի անկյուն, որտեղ մենք բոլորս նաև կարողանում ենք մեզ համար սփոփանք գտնել, նաև մեզ համար ոգևորություն գտնել։ Ես կուզենայի, որ հենց մեր զոհված ազատամարտիկների, մայրերի եւ հայրերի, ինչու՞ չէ նաև քույր եղբայրների օրհնություններ ստանանք մեր այս նախընտրական քարոզչության ընթացքում, որպեսզի կարողանանք նոր ժամանակների համար, նոր խորհրդարանի համար մեր գործունեությունը, մեր նաև նախընտրական քարոզչությունը սկսել։ Ամենակարևոր մեր քաղաքական ուղերձը այս ընտրություններին պետք է լինել առավելագույն մասնակցությունը։ Մեր ժողովուրդը պետք է ակտիվորեն մասնակցի, որովհետև եթե մենք քիչ ենք մասնակցում, մենք հնարավորություն ենք տալիս մեր թշնամիներին տարբեր ասեկոսներ խոսել։ Ղարաբաղում այսքան բնակչություն չկա, Ղարաբաղում այսքան մարդ չկա, Ղարաբաղում չեն ուզում ընտրությունների մասնակցել։ Մենք պետք է այս բոլոր կասկածները փարատենք եւ դուք ձեր մասնակցությամբ իհարկե նաեւ ուղղորդելու եք, թե երկրում, մեր երկրի պարլամենտում ովքեր պետք է աշխատեն։ Այս ընտրությունները մեզ պետք է միացնեն։ Այս ընտրություններից մենք պետք է դուրս գանք ավելի ամուր Ղարաբաղ ունենալով։ Եվ որևէ մեկը, եթե այս նույն հանդիպումների ժամանակ ձեզ պիտի հորդորի, քարոզի, որ այս մեկին չի կարելի ձայն տալ, այս մեկին չի կարելի եւ այլն, սա ամենասխալ բանն է։ Ամեն մի կուսակցություն, ամեն մի տեխնացու թող ինքը իրեն ներկայացնի։ Ընտրությունը դուք արեք, ընտրությունը մտածելով, ամեն ինչ իրար կողք տնելով դուք ինքներդ արեք եւ կտեսնեք, որ երբեք չեք սխալվելու։ Քաղաքական համակարգի մեջ մենք կարևոր տեղ ենք հատկացնում պաշտպանության եւ անվտանգության խնդիրներին։ Վստահ եմ, որ Արցախում ցանկացած բնակավայրում այս խնդիրը շատ ավելի լուրջ հիմնավորվածություն ունի եւ մեր բնակիչներից երևի բոլորն էլ հասկանում են, որ հատկապես անցած տարվա ամառվանից իրավիճակը երբ որ սահմանին լարվել է, մենք տեսնում ենք, որ մեր հակառակորդները նոր քաղաքական եւ ռազմաքաղաքական այդպիսի ուղեկից են վերցրել։ Մենք համայնքի ավականին պետք է ընդունենք որպես գյուղի պարլամենտը, այնպես ինչպես երկրի ազգային ժողովն է ներկայացնում մեր հանրության բոլոր շահերը, գյուղի ավականին պիտի այդպիսի ներկայացվածություն ունենա, բայց ավականին պետք է վարձատրվի, ավականին պետք է զգա, որ ինքը ներկայացնում է գյուղի որոշակի ընտրազանգված, ինքը իր աշխատանքի համար վճարում է եւ ինքը ազդեցություն ունի համայնքում լուծվող հարցերի վրա։ Ժամանակը ցույց է տալիս իրավիճակը, որ մենք գյուղատնտեսության հետ կապված բարդություններ ունենք։ Մենք վերջին տարիներին գյուղատնտեսության մեջ 26 միլիարդ դրամ ենք ներգրավել, 50 միլիոն դոլար, պատկերացնում եք, չէ՞, ամբողջ Ղարաբաղի պատմության ընթացքում երևի այսքան գումար, չգիտեմ, գյուղատնտեսությունը ընդհանրապես տեսել է թե չէ, բայց դրանցից 11 միլիարդ արդեն կորացել։ Որովհետև ժամկետած պարտավորություններ են, ոչ մեկը չի կարողանում, ովքեր վերցրել են արդեն լուծարվել են, չեն կարողանում ստանալ։ Մենք այսպիսի քաղաքականությամբ չենք կարողանալու վարկավորել, հետ ստանալ նորից ինչ-որ նոր ծրագրեր անել, ինչ ենք մենք առաջարկում։ Առաջարկում ենք, որ պետության միջամտությունը, պետության մասնակցությունը ավելի հասցեական լինի։ Այսօր մենք գյուղացիներին անընդհատ ասում ենք, ցորեն վարի, դու գարի վարի, դու հաճար վարի, դու չգիտեմ ինչ վարի։ Պետության գործը դա չի։ Գյուղացին ինքը, իհարկե մասնագիտական օժանդակությամբ, պետք է կարողանա այս կողմնորոշումներ ունենալ։ Պետության մասնակցությունը պետք է լինի գյուղացու արտադրածը շուկա անել։ Եթե մենք ընտրությունների մասնակցում ենք, բայց անտարբեր դե ով ուզում է լինի մեր ձայնը ոչինչ չի որոշում, մենք իսկապես ունենում ենք այդ նույն հոգեբանությանը համապատասխան իշխանություն։
Մեր պատգամավորին չպիտի նայեք ասֆալտը չի արել, ակումբը չի սարքել, դպրոցը չի արել, մեր պետությունում ամեն մեկը պիտի զբաղվի իր գործով։ Պատգամավորը իհարկե պետք է օգնի, պետք է անընդհատ գնա եւ ասի, այս ճանապարհն է, այս դպրոցն է, այս ակումբն է, պիտի ժամանակի կառուցի։ Բայց պատգամավորի գործը բոլորովին ուրիշ է։ Այլ որ ես ասում եմ 15 թվականի ընտրված պարլամենտում պատգամավոր օրենսդրական գործունեությամբ պիտի զբաղվի։ Սա նաեւ որ նա բյուջետ ընդունելուց կարողանա այնպես ազդել ամեն ինչի վրա, կառավարության ներկայացրած ծրագրերի, իր առաջարկած այդ մտահղացումների, որ իսկապես մենք դրա արդյունքը հաջորդ մեկ տարվա ընթացքում զգանք։ Այս ծրագիրը մենք կազմել ենք համատեղ աշխատանքի արդյունքում եւ մեր երկրի լավագույն մասնագետներին խնդրել ենք մեզ օգնեն գաղափարներ տան, առաջարկներ, որպեսզի մենք հասկանանք, թե դեպի ուր ենք մենք գնում, թե ինչ կարող ենք մենք փոխել այսօր մեր կյանքում, որպեսզի մեր կյանքը ավելի հետաքրքիր եւ ավելի բարվոք դառնա։ Եվ ինձ թվում է, որ այդ ծրագիրը հաջողվել է։ Երբ որ դուք քրեատիվում եք, դուք եք ձեր խիղճը, դուք եք ձեր նաև ապագայի պատկերացումը։ Այնպես անենք այդ ընտրությունը, որ հպարտանանք մեր ընտրած պարլամենտով։ Մեր ընտրած պատգամավորը, եթե ինքը զբաղվում է ձեռնարկատիրությամբ, ինչ եք կարծում, ուշքն ու միտքը որտեղ պիտի լինի։ Իր ձեռնարկատիրության, իր հոգսերի բանի վրա։ Ես դրա համար եմ ասում, երբ որ օրենքով արգելվում է, ես դեմ չեմ, երբ որ ձեռնարկատիրությամբ են զբաղվում, քավլիցի, ով ուզում է զբաղվի, համեցեք, թող գնա զբաղվի, բայց ոչ ձեռնարկատիրությամբ եւ պետական գործերով։ Մայիսի 3-ին գնալ մասնակցել ընտրություններին։ Այդ ընտրությունից կախված է լինելու մեր օրենսդիր իշխանության հետագա 5 տարիների այդ համակարգի որակը, արդյունավետությունը։ Նայած ում ենք մենք պատվիրակում մեր լիազորությունները։ Մեր ձայն տակ եկ ու տակտան օգտին, որը մեր ժողորդ շահերի պաշտպան։ Այսօրադրության մարդ կարող եմ ասել, որ մեր յուղի բոլորն է դեշտատն։ Հերոստատերության, գեղեցիկ զեկուցները եւ այլը բոլորը սակրանում են։ Եվ ապայման այն գիտակից մեր ընկերներ լինելու են պատգամավորության մեր ներկայացները։ Մայիսի 3-ին որպես իմ մարդ իմ պարտականություն ես կկատարեմ կամ ձեր տակնատվությունը տամ։ Ձեզանս խնդրում եմ որպես դուք էլ ժողովրդի մի քիչ դայակ եք։ Որպես ժողովուրդը ձեզ հարգեք, դուք էլ ժողովուրդ եք հարգեք։ Արցախի ժողովրդավարական կուսակցության մեջ այնպիսի մարդիկ են ընդգրկված, անդամ, այնպիսի մարդիկ են, որոնք մեր մտավորականության սերուցքն են կազմում, եթե կարելի է այդպես։ Հետևաբար ընդհանրապես խելոք մարդկանց հետ շատ հեշտ է աշխատել։ Խաղաղություն, աշխատանք, որպեսզի մենք ամեն մեկս ունենանք մեր արժանապատվությունը եւ մեր հոգեվոր մշակութային արժեքային համակարգը չկորցնենք։ Մենք չմոռանանք ովքեր ենք, որտեղից են գալիս եւ մեր ճանապարհը դեպի ուր է տանում։ Սա է ամբողջ գաղտնիքը եւ ընտրություններ անելն է հենց այդ նպատակի պիտի ծառայի։